Բարև մենք այս դարիճում շատ լսեցինք սահման բառը, սահմանադրությունը սահման է դնում, իրավունքը սահման է գծում, լավ է, որ քաղաքական մարմնում շատ են հիշում այդ սահման բառի մասին, բայց պետք է նաև հիշենք, որ այդ սահմանը դրվում է փաստաթղթի միջոցով, եւ այդ սահմանը պետք է պահպանվի մարդկանց միջոցով։ Պարոն Խուդայանը լավ արեց, որ թվարկեց այդ քննիչների, դատավորների, դատախազների անունները։ Ես ձայն վերցրեցի բնակ մի բանի համար, մի հռետորական հարցադրման համար, իսկ այդ ցանկը քննիչների, դատավորների, դատախազների որտեղից հայտնվեցին։ Որտեղից եկան այն քննիչները, այն դատախազները, մեկը չէ, երկու չէ, եւ այն դատավորը, որը ոչ ավել, ոչ պակաս մեր հոգեվոր անվտանգության, մեր հոգեվոր ինստիտուտների դեմ որոտը շեշտեցիք աներևակայելի պայքարի մեջ ներգրավվեցին։ Մեզ հարցը մենք պետք է տանք, ես ինքս պիտի տամ որպես դասախոս, որպես նախկին պաշտոնյա, որպես գիտնական, ունակ են մեր դատավորները, մեր քննիչները, դատախազները հակազդելու քաղաքական իշխանության ռեպրեսիաներին։ Ունակ են այստեղ գտնվող քաղաքական ուժերը, որ հիմա ելույթ են ունենում, շատ սիրուն, ինքնասահմանափակվեն, երբ որ կգան իշխանության։ Տիկին Մելոյան, մյուսներին, պարոն Մամիջանյան, պատրաստ եք որևէ կերպ մեզ համոզելու, որ ձեր իշխանության ժամանակ դատական համակարգում մացոյականության երևույթից ձերբազատվելու եք։ Ոնց հավատանք։ Եվ ամենակարևոր հարցը, իսկ ինչու մեր իրավական համակարգը այսքան զուրկ եղավ չունենալով որևէ իմունային համակարգ հակազդելու քաղաքական իշխանության այս գործընթացին։ Այս հարցին շատ եմ տալիս, որտեղից, ինչու մենք չունեցանք, այո, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մենք առերեսվեցինք նրա հետ, որ իրավաբաններն ու բժիշկները դրանք են հրեշավոր գործիքներն էին, որոնք օգտագործվեցին քաղաքական իշխանության համար, բայց այն ժամանակվա իրավունքի ընկալումը, փիլիսոփայությունը մի փոքր այլ էր։ Դրանից հետո մենք սկսեցինք այդ ձեր շատ օգտագործող իրավունքի գերակայություն բառը ներմուծել մեր գիտակցության մեջ, բայց ես որ գալիս է իրավունքի գերակայությունը պահելու ժամանակը, մենք հասկանում ենք, որ կարծեք թե չկա մարդ, որը ունակ լինի դիմադրելու այն քաղաքական ուժին, որը ոչ միայն անցնում է օրենք եւ այլն այդ սահմաններ, այլ անում է այնպիսի բաներ, որոնք որ երևի երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ են մեկ էլ տեղ ունեցել։ Հիմա գլխավոր հարցը այդ է, որ մենք պետք է կարողանանք հասկանալ որտեղ մենք սխալվեցինք, որ չձևավորեցինք այն իրավաբանին, որ կարողանա օրինակ Ամերիկայի գերագույն դատարանի նման կանգնի ասի, նրանք էլ մի էքսցենտրիկ ղեկավար ունեն։ Նրանց հրամանագիրը, տնտեսական բնույթի հրամանագիրը անվավեր ճանաչի։ Ճանաչեցին, չէ՞։ Հիմա կարանք ասենք նրանք ուրիշ համակարգ ունեն, ուրիշ մշակույթ ունեն եւ այլն, բայց չէ՞ որ մենք նրանց կատեգորիաներն ենք օգտագործում որպես այդպեսին, չէ՞ որ մենք էլ ենք ասում իրավունքի գերակայություն, չէ՞ որ մենք էլ ենք ասում սահմանադրություն, սահման դնել։ Եվ այստեղ պետք է նաեւ այդ հարցի շուրջ կարծում եմ մտորել եւ հույսով եմ, որ իրոք մեր քաղաքական համակարգը կունենա այնքան խորը գիտակցություն, հեռատեսություն, որ կգա այն պահ, որ նրանք կունենան այդ ինքնասահմանափակման զգացողությունը, թեև ես շատ լավ հասկանում եմ, որ ի տարբերություն իրավաբանների, որոնք գործում են սահմանների կատեգորիայով, քաղաքական գործիչները գործում են էֆեկտիվության կատեգորիայով։ Մեր մտածելակերպի իրարից էապես տարբերվում է։ Եվ եթե կարողանան մի փոքր խորքային փիլիսոփայական իմաստասիրական մոտեցում ցուցաբերեն մեր քաղաքական ուժերը, ապա կարծում եմ նաև կհասկանան, որ երբեմն այո, այս իրավիճակների համար չհայտնվելու նպատակով պետք է երբեմն ինքնասահմանափակվել եւ չղեկավարվել միայն քաղաքական նպատակահարմարության եւ քաղաքական էֆեկտիվության սկզբունքով։ Երբեմն պետք է հաշվի առնել նաև իրավունքի ձեր ասած սահմանը։ Շնորհակալություն։